Ողջունում եմ ձեզ հարգելի հետևորդներ, տեսակապով այսօր մենք զրուցելու ենք Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Խաչիկյան։ Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Բարև ձեզ, ես շնորհակալ եմ հրավերի համար։ Եվրոպական երկրները Իրանի գործողությունները գնահատեցին որպես տարածաշրջանային անվտանգության լուրջ սպառնալիք։ Ես հարցնելու եմ, թե ձեր կարծիքով ինչպես են այդ դեպքում նրանք գնահատում այն քաղաքականությունը, որը տարիներ շարունակ սրում է լարվածությունը մերձավոր արևելքում, եւ արդյոք արևմուտքն ինքը չի նպաստում տարածաշրջանում այս էսկալացիային։ Դուք հիշում եք, երբ որ սկսվեց պատերազմը Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտը։ Հիշում եք ինչպես էր արևմուտքը դատապարտում Ռուսաստանի գործողությունները։ Նրանք ասում են Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, նրանք դատապարտում էին որպես ագրեսոր երկիր եւ պատժամիջոցներ ձեռնարկեցին։ Հիմա ով է ում վրա հարձակվել։ Նրանք դատապարտում են Իրանին, որ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում։ Իրանի վրա հարձակվել են, նրանք չեն ասում դա։ Նրանք Իրանին են դատապարտում։ Դուք տեսաք երեխաների սպանությունները։ Արդեն հարյուրավոր երեխաներ են սպանվել Իրանում, ներառյալ նորածին երեխաներ։ Տեսեք ինչ են նրանք անում, եւ մեր 15 երեսանի եվրոպացի ընկերները, ում խիղճը իրանց գրպանի մեջ է, իրանց եվրոների, դոլարների կողքը, նրանք դա չեն նկատում, երեխա են սպանում։ Բայց դուք ինչու եք զարմանում, եթե 75,000 պաղեստինցի սպանությունը, ցեղասպանությունը նրանք չեն նկատում։ Էլ չասեմ Ղարաբաղի էթնիկ զտումը չեն նկատել, ինչու պետք է նկատեն։ Իդեպ Հայաստանում մեր սիրելի դոլարով խիղճ ունեցող մարդիկ, ում խիղճը զարթնում է, երբ որ դոլար են տեսնում, նրանք ինչ որ մի ձևով դատապարտել են, հարձակում Իրանի վրա կամ Իրանի երեխաների սպանությունը դատապարտել են։ Ընդամենը 1-2 ես գրառում եմ հանդիպել, բայց բնականաբար ոչ, այսինքն ես առնվազն այդ արձագանքները այստեղ չեմ ստացել։ Ճիշտ հակառակը, որ Իրանում բռնապետական ավտորիտար պետություն է Իրանը, այս մասին ենք հաճախ լսում հիշեցումներ, որ այո, գործ ունենք ավտորիտար պետության հետ, հիշեցնում եմ, որ Իրանը կա, Իրանի ժողովուրդն է այրան մեջ խեղդվել ընդամենը որոշ ժամանակ առաջ եւ այլն, այսինքն այս հիշեցումները մենք տեսնում ենք։ Իսկ ուրիշ ավտորիտար երկրների մասին չեն գրում։ Օրինակ, մեր կողքը կա մի ավտորիտար երկիր, որտեղ 22 տարի նույն մարդը հանդիսանում է նախագահ եւ որտեղ ընդդիմությունը նստած է բանտում։ Իսկ Ադրբեջանում ինչու չեն տարածում իրենց դեմոկրատիան, հետաքրքիր է։ Սաուդյան Արաբիան ինչու այնտեղ չեն տալիս, իրենց դեմոկրատիան չեն ընդլայնում մի քիչ Սաուդյան Արաբիայում։ Եվ հետո, այսինքն եթե ինչ որ երկրի ղեկավարը բռնապետ է, կարելի է հարձակվել այդ երկրի վրա եւ այնտեղ հազարավոր մարդիկ սպանել, ավիրել քանդել այդ երկիրը։ Իսկ այն փոքրիկ փաստը, որ Իսրայելը 75,000 պաղեստինցի է սպանել, միջազգայինորեն ճանաչված Պաղեստինի տարածքում, որևէ մեկը մեր գրանտակերներից ինչ որ բան ասել է դրա մասին։ Ամբողջ աշխարհը դրա մասին խոսում է։ Դե տեսնում եք, մարդ կա, որ խիղճ ունի, իսկ մարդ կա, ում խիղճը զարթնում է դոլարով աշխատում, ինչ ասեմ։ Միացյալ Նահանգները հաճախ է հայտարարում, որ պաշտպանում է ժողովրդավարությունը, միջազգային իրավունքը, Իրանի նկատմամբ ռազմական գործողությունները արդյոք չեն հակասում հենց այս սկզբունքներին, դրանք տեղի են ունենում առանց ՄԱԿ-ի հստակ մանդատի, ինչպես եք մեկնաբանում եւ նպատակը եւ գործողությունը տեղի ունեցած Միացյալ Նահանգների Իսրայել այս տանդեմի, այսպես ասեմ։ Նախ ինչպես կարելի է կոչել ժողովրդավարություն մի երկիր, որտեղ նախագահը ընտրվում է փողով 3.6 միլիարդ դոլարով եւ այդ դոլար տվողները հետո իրան թելադրում են, թե նա ինչ պետք է անի։ Իսրայելի լոբին է ընտրել Տրամպին, հիմա Իսրայելի լոբին իրան հրաման է տալիս։ Արդյոք սա կոռուպցիա չէ։ Կամ արդյոք սա ժողովրդավարություն է, դեմոկրատիա է, երբ որ ամենահզոր դեմոկրատական երկրի ղեկավարը ենթարկվում է միլիարդատեր լոբիստներին, որոնք իրան փող են տալիս, ասում են դու պետք է հարձակվես Իրանի վրա, որովհետև քո փողը մենք ենք մուծել։ Սա է դեմոկրատիան։ Եվ վերադառնալով ձեր մեր այս գրանտակերների այդ թեզերին, իսկ նրանք կարող են բացատրել Սիրիայում ինչպես եղավ, որ Ալ-Կաիդայի եւ Ալ-Նուսրայի ղեկավարը դառավ երկրի նախագահ, դեմոկրատական terroristների իր կուսակցության հետ հանդերձ, ում ողջունեց Եվրոպան եւ Վաշինգտոնը։
Բա Սիրիայում ինչ են ահաբեկչին դարձնում երկրի ղեկավար։ Այդ կարան բացատրեն մի հատ։ Պարոն Խաչիկյան, տեսեք, մեր երկրում ինչու է ամեն ինչ աղճատված։ Մեր երկրում յուրաքանչյուր քննադատություն դիտարկվում է երկու ծիրում, կամ ռուսամետության, կամ արևմտամետության։ Հիմա երբ որ քննադատում են օրինակ արևմուտքի գործողությունները, հստակ ասում են, բանը, Կրեմլից փողեր է ստանում, օրինակ։ Ինձ համար կոնկրետ ես Ռուսաստանի Դաշնությունից ակնկալիքներ չունեմ, ինձ համար Ռուսաստանի Դաշնությունը ավտորիտար պետություն է, որևէ, այսպես ասեմ, ակնկալիքներ չկան։ Իմ ակնկալիքները կամ սպասելիքները քաղաքակիրթ աշխարհից են, այսպես ասած, ու ես քննադատում եմ իմ մղումը, երբ ես քննադատում եմ միջազգային կազմակերպություններին, Եվրոպայի Միացյալ Նահանգներին, հենց դա է պատճառը, որ ես ունեմ ակնկալիք, այսինքն այս հարթակն է խոսում արժեքներից, եվրոպական ստանդարտներից։ Իսկ մեր երկրում այո, ցանկացած խոսք, երբ որ ասում են, սկսում են մեղադրել, ասում են ռուսական ազդեցության գործակալ է խոսողը։ Մեր խնդիրը ոչ արևմուտքն է, ոչ էլ Ռուսաստանն է։ Մեր խնդիրը այնն է, որ մենք չունենք վերնախավ, չունենք վերլուծաբաններ, մենք ունենք ուղղակի բլոգերներ, որոնք խոսում են։ Հենց ինչ ուզում խոսում են։ Մենք չունենք կրթական համակարգ, ասեցի արդեն, չունենք էլիտա, չունենք փորձագիտական խավ, դե շատ փոքրիկ, ասենք 12 հոգի ես կարող եմ ասել, որ իսկապես փորձագետ են։ Համաձայնվես, չհամաձայնվես մարդու հետ, դա կապ չունի, դու գնահատում ես մարդու կոմպետենցիան, անգամ եթե նա քո հետ համաձայն չի։ Եվ քանի որ չունեն այս մարդիկ ոչ անալիտիկ վերլուծական մտածելակերպի նմուշներ, ոչ կարող են օրինակ օբյեկտիվ ձևով գնահատել ինչ որ իրավիճակ։ Նրանք կրթություն չունեն։ Դրա համար նրանք մտածում են 10 տարեկան երեխայի պես։ Այս ջաջան վատն է, այն ջաջան լավն է։ Նրանք չեն կարողանում հասկանալ, որ լավը ու վատը այս աշխարհում չկա, որ ամեն պետություն անում է այն, ինչ որ իր շահերին է համապատասխանում։ Ռուսաստանը, դուք ինձ երբևիցե լսել եք, որ ես ասել եմ Ռուսաստանը հրեշտակ է, միշտ ամեն հարցում ճիշտ է, որ մեր բոլոր հույսերը պետք է կապենք Ռուսաստանի հետ։ Դուք երբևիցե լսել եք, որ այսպեսի բան ասեմ։ Ամեն երկիրը անում է այն, ինչ որ համարում է ճիշտ, համապատասխանում է իր շահերին, եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը շատ դժվար է հաջող համարել, շատ դժվար է։ Մեր ռեգիոնում, Եվրոպայում, Միջին Ասիայում դժվար է համարել հաջող։ Այո, մենք չենք կարողանում դուրս գանք այս լավ ջաջա, վատ ջաջա։ Ով է լավը։ Ռուսները վատն են, արևմուտքը լավն է, թե արևմուտքն է վատ, ռուսներն են լավ։ Այսինքն մենք մտածում ենք 10 տարեկան երեխայի, անգամ ոչ 10, ասենք 8 տարեկան երեխայի աչքերով ենք նայում աշխարհին, քանի որ կրթություն չունեն։ Կրթություն չունեն, նրանք չգիտեն ինչ ասեն։ Եթե դուք ճիշտ եք ասում, Ռուսաստանը գոնե չի խոսում ամբողջ աշխարհով մարդու իրավունքների մասին, դեմոկրատիայի մասին, նա իր գործն է անում։ Իսկ սրանք ամբողջ աշխարհով այս երեսպաշտ իրենց ռոպագանդան տանում են, որ մենք ներկայացնում ենք աշխարհի արժեքները, դեմոկրատիան, մարդասիրական մեր այսպես պատրանքները եւ այլն, հետո գնում 75,000 երեխա ուկին են սպանում։ Դա է խնդրեմը, որ դուք երեսպաշտ եք, դուք երկու երեսան եք, դուք 15 երեսան եք։ Ես շատ եմ սպասում, որ այդ ֆրանսիացին գա Երևան, իրան հիշացնեն, ոնց էր նա 3 տարի առաջ ասում, մենք հայերի կողքին ենք։ Այդ որտեղ եք դուք հայերի կողքին, երբ ասում էր, եթե լինի հարձակում Հայաստանի վրա, միջազգային հանրությունը իր կարծիքը կասի։ Բա ուր է ձեր կարծիքը։ Էթնիկ զտում տեղի ունեցավ։ Եվ մեր մոտ կան այդ դոլարախոսները, այդ գրանտակերները, որոնք իրանց սեփական ազգի դեմ խոսում են արտաքին պատվերով։ Ասում են, որ Ղարաբաղցիների էթնիկ զտումը նորմալ էր, ճիշտ էր, քանի որ նրանք ուրիշ պետության տարածքի վրա են, այնքան հիմար են, կներեք, որ անգամ ինտերնետ չունեն այդ մարդիկ երևի, գնան տեսնեն ՄԱԿ-ը ինչ է գրել էթնիկ զտման մասին։ Ես 10 անգամ ասել եմ, փաստաթուղթ կա, պաշտպանելու պարտավորություն։ Անկամ եթե դա ուրիշ երկրի տարածքի վրա է, միջազգային հանրությունը պարտավոր է պաշտպանել էթնիկ խմբեր։ Դա գրված է ՄԱԿ-ի սայթի վրա։ Նրանք երբ որ գնում են իրանց դոլարները ստանան, թող 5 րոպեով մտնեն կաֆե, եթե տանը չունեն Wi-Fi։ Մտնեն մի հատ Wi-Fi խնդրեն, իրանց Wi-Fi-ը կտան, թող գնան նայեն ինչա գրած։ Ստեղ ոչ Ռուսաստանի հարցն է, ոչ Արևմուտքի հարցն է, ոչ էլ թուրքերի հարցն է, ոչ էլ ադրբեջանցիների։ Մեր իսկական թշնամին թուրքեր եւ ադրբեջանցիները չեն։ Մեր իսկական թշնամին այս հակաէլիտան է, մարդիկ ովքեր փողի համար պատրաստ են ծախել իրենց սեփական ժողովրդին, դավաճանել իրենց սեփական ժողովրդին, դոլարի, եվրոյի համար ինչ ասես ասեն, մենակ իրանց գրպանը լցնեն, եւ մարդիկ ովքեր չեն կարողանում ձևավորել էլիտա, որում սիրտը ցավա իր ժողովրդի մասին, ոչ թե իրանց սեփական գրպանի փորի եւ իրենց մերձավորների։ Նրանք արևմտամետ չեն,
նրանք ուղղակի արևմուտքից փող ստացող են, դա տարբեր բաներ են։ Ես իրանց չեմ էլ ուզում վիրավորեմ, որովհետև պարզ է, որ մարդիկ հոգեբանական խնդիրներ ունեն, երբ որ գալիս են ու սկսում են զառանցել։ Այն նույն մարդիկ, ովքեր ասում են Պելոսին մեր անվտանգության երաշխիքն է, Եվրոդիտորդները մեր անվտանգության երաշխիքն են, կամ նրանք ինչ որ խմում են գնալուց առաջ ինչ որ բան, կամ լուրջ հոգեբանական խնդիրներ ունեն։ Ես իրանց չեմ էլ ուզում վիրավորեմ, որովհետև պարզ է, որ այդ մարդիկ հիվանդ են, բայց դրանց ոնց կարելի է բերել կենտրոնական հերոստատեսությունով իրանց բան հարթակ տալ, որ նրանք մեր ժողովրդին այս հեքիաթները պատմեն։ Առհասարակ անվտանգության երաշխավոր այսօր կա աշխարհում, հաշվի առնելով այն իրականությունը, որի առաջ կանգնած ենք։ Այսինքն պիտի որ հասկանալի լինի, չէ՞, որ անվտանգության երաշխավորներ չեն լինում որպես կանոն։ Եթե դուք համոզված եմ լսել եք, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիայի համարյա բոլոր ներկայացուցիչները ասել են այս աշխարհում չկա միջազգային օրենք, չկա միջազգային հանրություն, ամեն ինչ լուծում է ուժը։ Իսկ ինչի մասին է խոսքը գնում։ Իսկ ինչի մասին է խոսքը գնում։ Եվրոպան էլ հիմա միանում է այս ավազակային հարձակմանը Իրանի վրա, մի երկիր, որը չուներ միջուկային զենք, անկախ սուվերեն երկիր էր, իրավունք ուներ իր սեփական միջուկային հետազոտագրագիր ունենալ, որը պատրաստ էր բանակցելու։ Բանակցությունների ժամանակ երկրորդ անգամ խաբեցին, հարձակվեցին եւ սպանեցին երկրի ղեկավարին իր ընտանիքի հետ հանդերձ։ Ինչ երաշխիք։ Ով է ում երաշխավորել։ Անդրադառնալով այդ գործողություններին, պարոն Խաչիկյան, կուզեմ իմանալ ձեր կարծիքը, սա լայնամասշտաբ հակամարտության կարող է վերածվել, թե ոչ, ինչ կարծիք եք։ Այո, դե արդեն 18 երկիր է ներքաշվել։ Միացյալ Նահանգները, Իսրայելը, Իրանը, Բրիտանիան, շուտով Ֆրանսիան, ՆԱՏՕ-ն է ասում, ինչ որ այնտեղ ձայներ է հանում, որ սա պաշտպանողական պատերազմ է, այսինքն չափ չկա, էլի ուղղակի ստին։ Հորդանանը, Կուվեյտը, Բահրեյնը, Կատարը, Միացյալ Արաբական Էմիրատները, Իրաքում արդեն բախումներ կային, Պակիստանում բողոքներ կային, Լիբանանն է արդեն հասել պատերազմը, Իսրայելը մտներ է Լիբանան, Հեզբոլլահն է մասնակցում, հուսիտներն են մասնակցում, հիմա էլ փորձում են Թուրքիային, Ադրբեջանին ներքաշել։ Սա համաշխարհային պատերազմ է, մեր ռեգիոնի մասշտաբով, սա համաշխարհային պատերազմ է, եւ մենք ունենք այս մարդկանց, որ ուղղակի պետքա հույս ունենաս, որ ինչ որ մեկը Ալիևին եւ Էրդողանին կընտրի, որ Հայաստանին վնաս չտան, որովհետեւ մենք կառավարություն չունենք, մենք ունենք կրկես։ Այս հանդես է, սա ինչ որ կրկեսային հանդես է։ Պարոն Խաչիկյան, ինձ հետաքրքիր է տրամադրությունները Միացյալ Նահանգներում ինչպես են։ Բողոքներ, մեծագույն բողոքներ Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, այս մարդը, այս սիրելի Դոնալդը մեզ բոլորիս խաբեց, մեզ խոստանում էր, որ լինելու է խաղաղության նախագահ, խաբեց, ասել եմ, երևի ԿՊ-ի անդամ է, ինչ ասեց, հակառակը արեց։ Ասում էր, որ խաղաղության նախագահ կլինի, անընդհատ պատերազմներ է սկսում, ասում էր առաջնահերթ պետք է լինի Ամերիկան դրեց վերջի տեղում, կատարում է Իսրայելի լոբիի կարգադրանքները։ Ասում էր, ես տնտեսությամբ եմ զբաղվելու, տնտեսությունը գնալով ավելի վատանում է, քանի որ բոլոր միջոցները գնում են այս պատերազմի արտասահմանյան լոբիների կարգադրանքով։ Ամերիկացիները գնալով աղքատանում են, կյանքի ապրելու գինը բարձրանում է, իսկ աշխատավարձերը նույնն են մնում, աշխատանք գտնելը շատ դժվար է Միացյալ Նահանգներում, կյանքը շատ դժվար է դառել։ Այն շքեղ Ամերիկան, որը դուք կինոներում տեսնում եք, դա ես տեսել եմ 30 տարի առաջ։ Հիմա դրանից բան չի մնացել։ Եվ այս մարդը մեզ բոլորիս խաբեց։ Ուղղակի խաբեց։ Դե առաջի անգամ չի, վերջի անգամ չի։ Մենք որոշ օրինակներ ունենք մեր ծանոթ երկրներից, մեզ ծանոթ։ Ստեղծված իրավիճակում որ երկիրը կամ ինչը կարող է զսպաշապիկ դառնալ Միացյալ Նահանգների Իրանի նկատմամբ այս գործողությունները, ինչը կարող է զսպաշապիկ դառնալ։ Զսպել կարող է միջազգային տնտեսական ճգնաժամը, որը արդեն սկսվում է, նավթի գները, գազի գները կտրուկ բարձրանում են, ճնշում կարող է գործադրվել Միացյալ Նահանգների վրա, բայց իհարկե Իսրայելի լոբին շատ ազդեցիկ է։ Երկրորդ բողոքները Միացյալ Նահանգներում դեմոկրատների կողմից, բողոքները արդեն իրենցից շատերը ասում են, որ պետք է impeachment-ի դիմել, եւ ես կարծում եմ, որ այդպես էլ պետք է անել, այս մարդը պետք է հեռացվի։ Ներքին քաղաքական ճնշում եւ արտաքին տնտեսական ճգնաժամ, որոշ չափով ոնց են ասում public opinion, հանրային կարծիքը, միջազգային հանրային կարծիքը, որոշ չափով, բայց շատ սահմանափակ, որովհետեւ տեսնում եք, որ արևմտյան պրեսան ուղղակի ամոթ չունի, երեխաների սպանությունը արդարացնում է կամ չի նկատում,
մի երկրի հարձակումը դատապարտում է, մյուս երկրի հարձակումը չի դատապարտում, այսինքն նրանք խառնվել են իրենց սեփական այդ 15 ստանդարտների մեջ, չգիտեն էլ ինչ ասեն։ Եվ իհարկե անվերջ չեն, անսպառ չեն Միացյալ Նահանգների ուժերը, արդեն խոսակցություններ են գնում, որ հրթիռները, հակաօդային պաշտպանության հրթիռները սպառվելու են մի քանի շաբաթ հետո, սա անվերջ չի կարող շարունակվել։ Եվ Իսրայելի պաշարների մասին ոչինչ չգիտեմ, չեն ասում ոչինչ, բայց Միացյալ Նահանգներին արդեն մոտեն մի քանի շաբաթ հետո կարող են որոշ սպառազինությունները սպառվեն, անգամ ուրիշ երկրներից են հիմա փորձում բերել ըստ որոշ նորությունների, Հարավային Կորեայից, Ուկրաինայից են արդեն խնդրում, եւ Իրանը կարող է դառնալ Իրաք եւ Սիրիա, այսինքն սա կարող է դառնալ ցամաքային պատերազմ։ Իհարկե օդում Միացյալ Նահանգները կհասնեն առավելության, բայց գետնի վրա սա կարող է բերել նոր Իրաքի, կսկսեն բախումներ, քաղաքացիական պատերազմ, տարբեր խմբեր կարող են ներքաշվել եւ դեստաբիլիզացնել Իրանը, անգամ մասնատել Իրանը, ցավոք սրտի։ Եվ ոչ մի անվտանգություն, ոչ մի ժողովրդավարություն եւ այլն, նման բաներ, որոնցով փաթեթավորվում է, այսպես ասած, այս ամբողջ process-ը։ Ժողովրդավարությունը ո՞րն է, երբ որ դուք օդից հարձակվում եք։ ավտորիտար ռեժիմը տապալել են ուզում։ Այսինքն միջազգային օրենքում ՄԱԿ-ի խարտիայում գրած է, որ եթե երկիրը ավտորիտար է, իր վրա կարելի է հարձակվել։ Հա, իսկ Իրանի ղեկավարությունը իսկ Իրանի կառավարությունը կասի, իսկ դուք ինչպես եք ձեզ կոչում, մի երկիր, որտեղ հարուստ մարդիկ փողով նախագահ են ընտրում, ժողովրդի վրա թքած ունեն, ուղղակի $150 միլիոն ամենախոշոր դոնորը Տիկին Էդելստինը $150 միլիոն է տվել, որ Տրամփը ընտրվի։ Ու տենց հավաքվել են, մի 20-30 հոգով հավաքվել, փող են հավաքել, ընտրել են։ Իսկ սա ո՞նց է կոչվում։ Սա ավտորիտար չի, բայց սա ինչի տար է, սա օլիգարխիայի, օլիգարխիկ պետություն է, որտեղ փողով միլիարդատերները նախագահ են ընտրում։ Դա ինչով է ավելի լավ, քան ավտորիտար երկիր, մի հատ բացատրեք։ Եվ այդ որտեղ է գրված, որ դուք իրավունք ունեք հարձակվեք ուրիշ երկրի վրա, քանի որ դուր չի գալի իրենց ռեժիմը։ Թուրքիան դե իհարկե շատ տարբեր երկրներ են, բայց Թուրքիան արևմտյան դեմոկրատիա է, իսկ Ադրբեջանը ինչ է։ Արևմտյան դեմոկրատիա է, այո, Սաուդյան Արաբիան ինչ է։ Լիբիայում հիմա ինչ է կատարվում, որ երկու տարբեր կառավարություն ունեք։ Կիսվել է երկիրը փաստորեն։ Ալժիրը ինչ է, Մարոկոյում բանա, թագավոր է։ Վերջի անգամ որ ես կապնվել էի ընկերների հետ, Մոհամեդ 7-րդն էր։ Հիմա ինչ հարձակվենք Մարոկոյի վրա, ընդեղ էլ փոխեն կառավարություն։ Քանի երկրում ենք մենք կառավարություն փոխելու։ Մեզ էշի տեղ մի դրեք։ Սա արվում է Իսրայելի հրահանգով, որպեսզի բոլոր հակաիսրայելական կառավարությունները վերացնել եւ Իսրայելը հանգիստ վերջացնի Պաղեստինի ցեղասպանությունը։ Այս հարցում կուզեի իմանալ Ռուսաստանի ու Չինաստանի դիրքորոշումը, ձեր կարծիքով ինչպես կդիրքավորվեն այս երկրները, ու այս երկրները կարող են արդյոք այդ զսպաշապիկի դերակատարությունը ստանձնել, թե օրինակ բարձ է Ռուսաստանը ներքաշված է իր պատերազմի մեջ, չափազանց զգուշավոր են աշխարհի երկրները, այսպես ասած, դիրքավորվում։ Սա մեծ հարված է Ռուսաստանի եւ Չինաստանի շահերին, սա մեծ հարված է BRICS-ին, սա մեծ հարված է Չինաստանի տնտեսական այդ բոլոր ուղիներին կապերին, որոնք նրանք ուզում էին ստեղծել արևմուտքի եւ արևելքի միջեւ, սա մեծ հարված է Ռուսաստանի հյուսիս-հարավ բոլոր կոմունիկացիաներին։ Սա դուրս է մղելու, եթե նրանց հաջողվի դա անել, դուրս է մղելու Ռուսաստանը վերջնականապես միջին արևելքից։ Չինաստանին մեծ հարված է հասնելու, իսկ այս երկրները, այո, նրանք շատ զգուշ են, չափավոր են, բայց մի քիչ չափից շատ են զգուշ, քանի որ մեկը մյուսի հետևից այս բոլոր երկրները զավթվում են, եւ եթե նրանք չփորձեն զսպել այս խելագարված արևմուտքի ղեկավարությանը, սա հասնելու է իրանց դուռը։ Որպեսզի ամփոփենք վերադառնանք Հայաստան, մենք ինչ սպասենք, ինչ վտանգներ կարող է լինել, ինչ վտանգների սպասենք, տեսեք օրինակ արդեն ադրբեջանական կողմից, թեև կան կարծիքներ, որ սա դրանք էր, Նախիջևանի այդ իրանական անօթաչուները, Ադրբեջանի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել, որը պիտի լինի Հայաստանի անելիքը, Հայաստանը ինչպես պիտի դիրքավորվի։ Դե Հայաստանի ղեկավարությունը դիմել է կտրուկ քայլերի, Պերոշկի եւ Կուկուրուզից հետո հիմա ասել են մենք պաղպաղակ ենք ուզում, ես կառաջարկեի մի անգամից, որ ժամանակ չկորցնել, սուրճ վերցնել, պաղպաղակը դնել սրճի մեջ, դա կոչվում է կաֆե գլասե, ես դա շատ սիրում եմ։
մեծ sense սուրճ եք, աստվարից ելնի կաֆե եք սարքում, մեջը պաղպաղակ եւ շաքար։ Դա շատ համով է, ես անպայման խորհուրդ կտամ նրանք դա անեն, իսկ մինչև դա լինի, մենք զբաղվենք գործով։ Մենք պետք է մտածենք հիմա նրա մասին, թե ինչպիսի հոսքեր են լինելու փախստականների, արդեն առաջի փախստականները հասել են Հայաստանի սահմաններին, 8 ժամ առաջ ես ամերիկյան հեռուստատեսությունով եմ դա տեսել, ինչպես ենք մենք ընդունելու փախստականներին։ Հետո պետք է տեսնենք Ադրբեջանն եւ Թուրքիային կհաջողվի նրանց ներքաշել պատերազմի մեջ, արդյոք կլինի ապստամբություն իրանական Ադրբեջանում։ Դա էլ է շատ կարևոր։ Հետո փախստականներ կարող են գալ Ադրբեջանի տարածք, որից հետո Ադրբեջանը կասի, գիտեք, ճիշտ ժամանակն է, որ մեր 300,000-ը, որը կդառնա 1 միլիոն կամ ավելի շատ ադրբեջանցիներ վերադառնան Հայաստան։ Նրանք դա կարող են անել։ Նրանք կարող են սկսել ներթափանցել մեր տարածք։ Բայց էլի եմ ասում, լավ կլներ մենք կոֆե գլասե սարքենք, դա շատ համով բան է, իմ ամենասիրելի բաներից մեկը։ Իրենք կքննադատեն, կհակադարձեն ձեզ, կասեմ, որ երեք Փաշինյան ազգային ժողովում հեգնում էր, ասում էր մենք բոլորս այստեղ նստած ենք ազգային ժողովում, իսկ ով է զբաղվում երկրի հարցերով, ասում էր, որ ստեղծվել են ինստիտուտներ, որոնք կարող են ապահովել այդ ամեն ինչը, ինստիտուտներ են ստեղծվել, իսկ ինքը կարող է այո եւ հանգիստ կարկանդակ վայելել ուրախ ավտոբուսում։ Եթե ձեր երկրում իմ շատ լավ գոլեգա Էդգար Ղազարյանը երեք ասեց, 100% համաձայն եմ, ձեր կողքի երկրում սուկ է, հազարավոր մարդիկ են սպանվում, երեխաներ են սպանվում, դուք բառաբան եք նվագում Թիֆլիսում ու պերաշկի եք ուտում ու կիսախելագար մարդու պես շենքից շենք ման եք գալիս փողոցներում։ Եթե դուք այդպես եք ձեզ պահում եւ աշխարհը դա տեսնում է եւ հասկանում է, որ գործ ունի ինչ որ հիվանդ հասարակության հետ, որին լուրջ չի կարելի ընդունել։ Եթե սա է իր արձագանքը, ավելի լավ է թող գնա իսկականից թող գնա սուրճ խմի ու պաղպաղակ դնի մեջը, դա ավելի ճիշտ կլինի, որովհետև պարզ է, որ նա չի հասկանում երկրի ղեկավարելը ինչ է, որովհետև իր տեղը պետք է լիներ կոմպետենտ մարդ, որը հիմա խորհուրդ իր մինիստրների խորհուրդը հավաքեր նախարարների, ամեն մեկին իր առաջադրանքները տար սկսերին աշխատանքներ, նա դիմեր հայ ժողովրդին, բացատրեր թե ինչ է անում, ինչպես ենք մենք պատրաստվում։ Մենք տեղյակ չենք։ Դե տեսնում եք, մի կողմից դա իր մեղքը չի, որտեվ նա ուղղակի դեղին մամուլի լրագրող է, որը հայտնվեց երկրի վարչապետի աթոռում, քանի որ արտաքին ուժերը իրան բերեցին այդտեղ։ Դա մի կողմից իր մեղքը չի, բայց դա իհարկե իր մեղքն է, որ նա ժամանակին չգնաց, պատերազմը պարտվեց, պատերազմում 5000 տղայի կյանքը իր խղճի վրա է, որտեվ նա չկանգնացեց պատերազմում, եւ դա մեր մեղքն է, որ մենք շարունակում ենք սա հանդուրժել եւ մարդիկ հանգիստ ասում են դե լավը կլինի, ամեն ինչ լավ կլինի, վերջին հաշվով ընտրությունների են պատրաստվում։ Այսինքն անկախ են այն ամեն ինչից են ցախողումներից եւ այլն, հավակնում են նորից վերընտրվել։ Գիտեք, արևմուտքում, որի մասին այս մարդիկ պատկերացում էլ չունեն, մարդը, որը օրինակ Նիքսոնը, երբ որ խուզարկություն կարգադրեց 1970-ական 73-ին էր կարծեմ, չեմ հիշում, 70-ական թվականներին խուզարկություն կարգադրեց, որ խուզարկվի դեմոկրատական կուսակցության օֆիսը Watergate-ում, եւ դա բացահայտվեց։ Եվ դա դարձավ պատճառ նրան, որ նա Watergate-յան հայտնի սկանդալ, այո։ Այսինքն այդ մարդը գոնե արժանապատվություն ուներ, ընդունել որ նա այսպեսի սխալ է կատարել, գնաց։ Երբ որ Եգիպտոսը պարտվեց 67 թվականի պատերազմ էր կարծեմ 60-ականների վերջում 67 թվականի պատերազմում պարտվեց Իսրայելին, Եգիպտոսի ղեկավարը ասեց ես ընդունում եմ իմ մեղքը եւ հրաժարական տվեց, բայց արաբ ժողովուրդը պահանջեց որ նա վերադառնա։ Այսպես վարվում են արժանապատիվ մարդիկ։ Իսկ այն մարդը, որը այն էր ինչ որ նա կար ու այսօր հնարավորություն ունի Թիֆլիսում թմբուկ նվագել ամբողջ աշխարհով ինքը իր ընտանիքով ման գա, իր բոլոր ծանոթները, ԽՑԲ ինստիտուտը, իր օլիգարխները դառնա եւ այլն, պարզ է որ նա չի հրաժարվի։ Մի մարդ, որը հասել է այսպիսի բանի, ժողովրդին խաբելով, իր համար դա շատ քաղցր է, նա դրանից չի հրաժարվի եւ մենք պետք է սպասենք նոր ձախողումներ։ Իսկ եթե 2 ամիս, 3 ամիս հետո նա նորից ընտրվի, սա Հայաստանի վերջին ընտրությունն է։ Եթե սա է մեր հասարակության որոշումը, թող լինի այնպես, ինչպես նրանք ուզում են։ Գիտեք, մարդիկ պետք է հասկանան, թե ինչ պատասխանատվություն են վերցնում իրենց վրա, քանի որ ձայն տալը դա խաղ չէ։
Այն մարդը, որը ընտրվում են, նա պատասխանատվություն է վերցնում իր խոսքերի խոստումների համար եւ այն մարդիկ, ովքեր քվեարկել են իր համար, նրանք էլ են պատասխանատվություն վերցնում իրենց ձայնի համար։ Այդ 670,000 մարդը, որ իրան ձայն տվեց մի քանի տարի առաջ, այս ամբողջ դժբախտությունները, որ մեր հետ եղավ, Արցախի կորուստը եւ մնացածը, դա իրենց պատասխանատվությունն է, նրանք պետք է դա ընդունեն, որովհետեւ դուք եք քվեարկել։ Հիմա տեսնենք 3 ամիս հետո ինչ որոշումը որն է, սկսելու են մարդկանց ծեծել, սկսելու են մարդկանց վախացնել գործի տեղը, որ պետքա իրան ձայն տակ, սկսելու են մարդկանց ստիպել, որ ցույց տան ոնց են քվեարկում, ավտոբուսներով էլի ցուցակներով բերելու են։ Եվրոպան օրենք կընդունի, որ ամեն հայ քվեարկողին կարելի է մինչև 5 անգամ ծեծել, եթե նա Փաշինյանի օգտին չքվեարկի, կարելի է ծեծել եւ դա դեմոկրատական մեթոդներ է համարում Եվրոպան։ Ամեն ինչ էլ կանեն։ Դուք տեսնում եք, որ նրանց լկտիությունը չափ չունի։ Մեր երկու ընկերներին, երկու լրագրողներին բանտարկում են նրա համար, որ նրանք մեր հանրապետության գլխավոր խուլիգանին պատասխանում են։ Ինքը վիրավորում է, նրանք պատասխանում են։ Պատասխանողներին բանտարկում են, դրան հանգիստ պահում են մեր ազգային բեսեդկայում, որ շարունակի գորգորալ ու մարդկանց վիրավորել։ Պարոն Խաչատրյան, Եվս մեկ հարց տամ, որը վերաբերում է այս անգամ ընդդիմադիր դաշտին, այն ինչ տեղ ունենում ընդդիմադիր դաշտում, սրա վերաբերյալ եւս կուզեի ձեր կարծիքը իմանալ։ Այնուամենայնիվ իմ կարծիքով միասնական ճակատ այո չի ձևավորվելու, այնուամենայնիվ մենք այս ջրբաժան հանդիսացող ժամանակահատվածում, մեր երկրի համար շատ կարևոր ժամանակահատվածում, տեսնում ենք, որ այս դաշտում կա կզբրտոց, միմյանց նկատմամբ, չգիտեմ, այսինքն իրար են թիրախավորում, անհասկանալիորեն թե ինչու, եւ արդեն Դե ես գիտեք, ես այս ընդդիմությունը չեմ հասկանում, ես այս թատրոնը ազգային ռազմբիրատը չեմ հասկանում, ինչ իմաստ ունի, կարելի է մի անգամ, երկու անգամ մարդկանց երեսի ինչ որ բան ասել, բայց դա շարունակել ամիսներով, տարիներով, ես չեմ հասկանում դրա իմաստը ինչ է։ Թող մարդիկ, եթե չեն կարողանում միավորվել, գոնե թող իրար չխանգարեն, թող լինի, ասենք 2-3 խոշոր խումբ։ Ես ուզում եմ ուղղակի ազատվել այս դժբախտությունից։ Անկամ եթե ԿՊ-ականներ լինեն, ինչ որ առանձին խումբ կազմեն եւ նորմալ մարդ բերեն, ես դեմ չեմ, բայց այս մարդը ու իր կողքը կանգնած մի քանի հոգին ցույց տվեցին, որ նրանք բացարձակ չեն հասկանում երկրի ղեկավարելը ինչ է, իրանց մոտ չի ստացվում։ Ում ուզում են թող ընտրեն, մարդիկ ում ուզում են թող ընտրեն, բայց եթե նրանք անտարբեր մնան կամ այս մարդուն նորից հետ բերեն, ոչ ոք թող չզարմանա, որովհետեւ Հայաստան շուտով չի լինելու։ Իմ համար դա շատ պարզ է։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալ եմ։